Պարոն Ղազարյան, տարօրինակ չէ, որ Հանրապետական կուսակցության նախկին անդամը պարոն Վարդան Ղուկասյանը հանկարծ որոշեց առաջադրվել կոմկուսի ցուցակով։ Շատ կարճ Որոշումը արդյոք քննարկվել է ղեկավար մարմնի հետ, թե պարզապես սպոնտան որոշում է եղել, ուղղակի կուսակցություն չունեցել։ Հասկացած էր հարցն է, կոնտեքստն է, հա։ Եվ գիտեք, որ պարոն Ղուկասյանն այո, կաշառքի գործով քրեական հետապնդման է ենթարկվում, այժմ կալանքի տակ է։ Պարոն Ղուկասյանը ձեր դիտարկմամբ արդյոք այսպես չանպատվեց կոմկուսի անունը տրվելով կաշառք վերցնելու հայտարարությանը։ Կոմկուսը իրեն վիրավորված կամ կոմկուսի հեղինակությունը վնասված չէ այսպիսով։ Ուրեմն կոմկուսի հեղինակությունը եթե չի ավելացել, կոմկուսի հեղինակությունը չի վնասվել Վարդան Ղուկասյանի տեխնատությունը պաշտպանելով Վարդան Ղուկասյանը որպես ցուցակի առաջի համար Հայաստանի կոմունիստական կուսակցությունը մասնակցել է Գյումրու քաղաքապետի ընտրություններին, ոչ ասեմ, որովհետև մենք մինչև այդ էլ մասնակցել ենք, այն ժամանակ կուսակցություններով չէր։ Եվ այն ժամանակ Վարդան Ղուկասյանը ինքն էլ ասել, ինձ պետք է մի կուսակցություն, որի հետևում ուրիշի ականջները չեն երևում։ Դա Հայաստանի կոմկուսն է, որ այո, որ նրանք ինքնուրույն քաղաքականություն են վարում, դա մեկի կողմից կընդունվի, մեկի կողմից չի ընդունվի, եւ համագործակցությունը եղել է դեռևս այն ժամանակներից, եւ որ ինքն առաջադրվում էին։ Իսկ Հանրապետական կուսակցության անդամն եղել է որոշ ժամանակ, որից հետո դուրս եկել։ Իհարկե, ես կարամ վերեմ Ռուսաստանի հասկանալ, կարող եմ վերել, կարամ ես, բայց ինքն էլ 10-11-րդ 10-11 թվականին է ինքն էլ դարձել այնտեղ ղեկավարը, մինչև նա չի եղել, եւ կարամ օրինակը բերեմ Ռուսաստանի, Պավել Գրուզինին այսօր կոմկուսի հետ է, նաեւ կարելի ասել կարողությունների տեր ոչ պակաս, եւ նա ժամանակին եղել է Եդինի Ռասիայից։ Իր գաղափարների արդեն վերաշարավորելով, վերաիմաստավորելով նա եկել է Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն։ Հիմա համագործակցությունը Վարդան Ղուկասյանի հետ շարունակվել է, այս ընթացքում էլ շարունակվում է, եւ մենք գտնում ենք դա շինծ ու քաղաքական գործ է, Վարդան Ղուկասյանը քաղբանտարկյալ է եւ նրանից վախենալով, թե կներեք ասելու թե այսօր թե իշխանություն, թե ընդդիմություն արդյունքում նա միջև այսօր նստած է ընդում տնտեսական կալանքել չեն տալիս։ Մնա կաշակի գործը դա չի ապացուցվել, դա ոչինչ, քանի որ նա գիտեն այո, կառավարության կախարդ, դա կարող են ասել այն ժամանակ, երբ որ դատարանը կհաստատի մեղքը, երբ որ այդ ժամանակ արդեն իսկ քանի միջև է դա նա համարվում է կասկածյալ, իսկ մենք համոզված ենք, որ նման բան չի եղել, առավել եւս նրան նման փորձառու քաղաքական գործիչը ունենալով այդքան փորձ նա նման քայլի բացառում է գնալ, որովհետեւ դա ընդհանրապես պետք էլ չէր նրան, նա ինչին է պետք, առավել եւս նա գիտի, որ ամեն քայլը նրա հետևում են, դա աբսուրդ է, նման բան չէր կարող լինել։ Մի խոսքով կոմկուսի հեղինակությունը Վարդան Ղուկասյանի դեմ հարուցումով չի վնասել։ Ես ասեցի, եթե չի ավելացել, չի էլ պակասել կոմկուսի, քանի որ ավելին մենք առաջնորդվել ենք նաև նրանով, որ նա ասում ու նրա ելույթներում միշտ մենք ներկա ենք եղել, լսել ենք տարբեր ժամանակներ, թե Խորհրդային Միությանը վերաբերվող, թե եկեղեցուն վերաբերող, հիմա նայ եկեղեցում հարց կա, դրան վերաբերող հարց կտակ, ինչպես նաև եւ միութենական, նաև ռուսական, իհարկե մենք գտնում ենք մի րոպե, իհարկե կիսում եմ, միանշանակ դա մեր ծրագրում էլ կա, որ Հայաստանը պետք է լինի Ռուսաստան-Բելարուս միության անդամ, եթե ոչ ինչ-որ մի ձևով նաև միութենական պետության, քանի որ այդ ոնց է գրած Եվրոմիությունն էլ է միություն, Ամերիկան էլ Միացյալ Նահանգներ է, Բրիտանիայի Միացյալ Թագավորությունը, Միացյալ ընդհանուր ընդհանուր է կներեք, իսկ ընդհանուր ավելի մարդ մենակ ո՞ւն է պետք, ինչի է պետք։ Այդ ի՞նչ է Եվրոմիությունում ամենը կարելի է։ Մի րոպե Եվրոպա այսօր որ ինքնիշխանության որոշակի զիջում։ Մի րոպե, այսօր ինքնը ոչ մի ասեմ, ինքնիշխանության ուրեմն բոլոր ինչ որ միությունների մեջ մտել է որոշակի, քանի որ վեր պետական կազմավորումներ, ինչ որ որոշակի քու պարտականություններից ինչ որ դու վերափոխանցում ես տվյալ կազմակերպությանը։ Դա նույնը նաև վերաբերում է Եվրոմիությանն էլ։ Եվրոմիության երկրները ի՞նչ է, նրանք քվոտան են տալիս, նրանք քանակն են տալիս, նրանք գինն են տալիս, այդքան տեսել ենք Եվրոպայի ֆերմերների բողոքի ցույցերը, քանի որ գներն է դնում են, հանկարծ շեղվեց տուգանում են եւ այլ, այնպես չի որ այնտեղ տենց ամեն ինչ ավելին էս Եվրոպան չի ինչ որ ժամանակին մեկ իմացել ենք, ոչ մարդու իրավունքներն հարգվում, ոչ սոցիալական իրավունքներն արդեն գնալով այնտեղ վիճակը ամեն ինչ վատանում է, իրանք կարակեցին իրանց ոտին Ռուսաստանի դեմ դուրս գալով, ինչա հակառուսական սանկցիաներ կիրառելով, այսօր գնալով վիճակը վատանում է, գազը այնտեղ 600 դոլար պետության կազմ մտնելու հետ կապված օքեյ։ Այնտեղ իհարկե ես սկզբից էլ ասեցի, կա որոշակի ինչ որ իր իրավունքների պատվիրակում, իսկ մնացած պայմաններում իհարկե առավելությունները շատ ավելի շատ է, եւ չմոռանանք մեր շուկան գտնվում է նույն Եվրասիական տնտեսական միությունում։ Մեր շահերն էլ բոլորը ինտեղ է։ Մենք չենք ասում կապ չունենան ոչ մեկի հետ ընդհանրապես, բայց ոչ Ռուսաստանի միութենական պետությունը, այդ թվում Հայաստանը դրա կազմում, որ
Հայաստանից պետք է զորագունդ ուղարկվի օրինակ Ուկրաինա հատուկ ռազմական օպերացիային մասնակցելու համար։ Ես հուսով եմ մինչև այդ ամեն ինչը կլինի այդ հատուկ ռազմական օպերացիան, որը Հայաստանի կոմունիստական կուսակցությունը պաշտպանել ավարտված կլինի, առաջինը։ Մինչև դրան կհաստի։ Որովհետև այսօր միութենական պետության խնդիր դեռևս դրված չի ոչ Ռուսաստանի կողմից, ոչ Բելարուսի, առավել ևս Հայաստանի կողմից։ Հայաստանը շտապում է մեծ քայլերով, լոնքերով դեպի Եվրոպա, չգիտեք դեռ ինչ են բաժանում։ Դե մենք մեր տեսակետն ասեցինք։ Լավ կլիներ, երբ որ ունենա նորմա, ոչ թե ունենա տաստակի ստանդարտներ։ Աս չառաջնորդվեն մեր շուննա, բայց մեր շուննա։ Ամեն ինչին աչք փակեին։ Պարոն Ղազարյան, կարելի է ենթադրել, որ դուք աջակցելու եք ուժեղ Հայաստան կուսակցությանը, քանի որ Ես արդեն Գյումրիի ընտրությունների մասին խոսեցիք, Գյումրիի քաղաքապետի մասին, Գյումրիի քաղաքապետի տեղակալը ուժեղ Հայաստան կուսակցության ցուցակում է։ Այս հանգամանքը հաշվի Այո, դա մենք էլ գիտենք, դա մենք փորձենք նաև ծանր ու թեթև կանենք ամեն ինչ եւ մենք որոշում կկայացնենք ելնելով քարոզարշավի ընթացքից եւ քարոզարշավի ընթացքում եւ ինչ արձանագրումներ կլինեն այս ընթացքում, որովհետև ամեն ինչ կարող է լինել, ոնց որ նայում ենք սկսվել է արդեն շարունակությունը նոր սկսված արդեն պաշտոնական քարոզարշավի գնալով ավելի կթեժանա, ըստ դրա մենք կկողմնորոշվենք, թե որ ուժին մենք կսատարենք կամ ընդհանրապես ինչ-որ մի ուժի կսատարենք, թե ոչ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։